Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ եւ այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի 9-րդ գումարման արդեն պատգամավոր Բաբկեն Թունյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Թունյան, քանի որ 8-րդ գումարվան պատգամավորներից Էլինար Վարդանյանը երեք էստեղ էր մեր տաղավարում էր, մենք զրուցում էինք հետընտրական զարգացումների հետ կապված, ուղղակի քանի որ դուք քաղաքական թիմի ներկայացուցիչ եք, փորձենք հասկանալ ինչի համար են ձեզ մեղադրում ընդդիմադիրները, մասնավորապես մեղադրում են նրա համար, որ իշխող քաղաքական ուժը գողացավ ԲՀԿ-ի ձայները եւ արդյունքում, եթե պետք է լինեին 3 ընդդիմադիր խմբակցություն խորհրդարանում, հիմա ունեք 2-ը, ինչը ձեր գործը էապես թեթևացել է, որ հարցում չգիտեմ, բայց էապես թեթևացրել է։ Այդպես է թե ոչ։ Բնական է, որ նախ շնորհակալություն հրավերի համար։ Բնական է, որ իրենց կողմից նման մեկնաբանություններ պիտի լինեն, իշխող քաղաքական ուժը ի տարբերություն նախորդ տարիների եղել է այն ուժը, որը ամեն ինչ արել է, որպեսզի ընտրությունները անցնեն արդար, թափանցիկ եւ պայքարել է ընտրակեղծիքների դեմ։ Այս անգամ հակառակն էր, այս անգամ ընդդիմություններ, ընդդիմում ընտրակեղծիքների փող բաժանելով ու մնացած գործիքները օգտագործելով, ինչ վերաբերում է կոնկրետ ԲՀԿ-ին, ապա 4% հավաքելու համար թվաբանություն է աշխատում եւ այդ թվաբանությունը իրենց օգտին չի եղել։ Եթե իրենք մտածում էին, որ այդտեղ իրավական խնդիր կա ու կարելի է դա ուրիշ կերպ հասկանալ, դրա համար կա սահմանադրական դատարան, դրա համար կային դատականացիաներ, այդ բոլոր տեղերով անցել են, այսինքն ես չեմ ցանկանում այդ իրավական թեմաների մեջ մտնել, արդեն կա սահմանադրական դատարանի որոշում եւ մենք արդեն ունենք ազգային ժողովում 3 խմբակցություն, բայց ինչ վերաբերում է հարցի քաղաքական մասին, խոսում են ձայները գողանալուց, ապա մինչև այսօր հակակոռուպցիոն կոմիտեն դեռ ձայնագրություններ է հրապարակում, որտեղ երևում է, թե ինչ ծավալի ընտրակաշառքներ են բաժանվել եւ ես եթե ձայն գողացող էլ կա, ապա այդ ձայն գողացողները իրենք են եւ իրենց հետ համագործակցող 2 քաղաքական ուժերը եւ այդ ամեն ինչը մենք կարծում եմ գալիք ազգային ժողովում դեմ առ դեմ կասենք, որպեսզի մարդկանց ավելի տեսանելի լինի։ Պարոն Թունյան, քանի որ դուք խոսեցիք ընտրակաշառքների ծավալի մասին եւ ըստ էության ընտրությունների արդյունքների վրա դրանց հնարավոր ազդեցության մասին ենթադրաբար նաեւ նկատի ունեի։ Տեսեք, տրամաբանական հարց է առաջանում, հարց, որ պատասխանը ես դեռ չեմ ստացել։ Այդ դեպքում ինչի ձեր քաղաքական թիմը ինքը չդիմեց համանadrական դատարան, ասելով գիտեք ինչ կա, որ այստեղ մանդատագողության հետ մենք գործ ունենք, որովհետեւ ընտրակաշառքներով այսքան ձայն է ստացել ընդդիմադիր այս կամ այն ուժը, որում ես հասկանում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ ասաց 100%-ով մի քիչ զգայական էր այդ պահին, էմոցիոնալ պոռթկում էր, հասկանալի է, որ 100%-ն էլ փողով չեն, 500,000 մարդու կաշառք ուղղակի հնարավոր չի, 500,000 եւ ավել։ Բայց էական ազդեցության դեպքում դուք ինչու չդիմեցիք նույն սահմանադրական դատարանին, ասեիք, գիտեք ինչ կա, ժողովրդի իրական քվեն գողացվել է եւ իրական քվեի դեպքում մենք օրինակ կարող ենք ունենալ սահմանադրական մեծամասնություն, որը չունենք, եկեք նոր ընտրություններ անցկացնենք։ Շատ լավ։ Նախ առաջինը սահմանադրական դատարան դիմել էին ոչ միայն ընդդիմադիր այն 3 ուժերը, այլև ուրիշ ուժեր եւ սահմանադրական դատարանը ընդհանուր բոլորի դիմումները հաշվի առնելով է որոշում կայացրել, այսինքն եթե իրենք տեսնեին, որ եղած ապացուցված փաստերի հիման վրա կարելի է ասել, որ ընտրությունների արդյունքները էապես շեղվել են, ապա հնարավոր է նաև այդպիսի որոշում կայացվեր։ Մեր կարծիքով շեղվել են ի վնաս մեզ, բայց ընդհանուր պատկերը, այսինքն երբ որ մենք լինում ենք ազգային ժողովում մեծամասնություն, մեզ համար ընդունելի է ամեն դեպքում, որովհետև մեզ համար կարևորը այն ծրագրերն են, որոնք մենք մեր առաջ դրել ենք եւ ամեն դեպքում մեզ 730,000 մարդ ձայն է տվել, մենք չենք ուզում ամեն անգամ կամ հերթական անգամ մարդկանց մտցնել այդ նախընտրական process-ների մեջ, որովհետեւ ինքը իրականում շատ լարված, շատ նեգատիվ մթնոլորտում անցնող process է։ Մենք այս պահին ունենում ենք 64 մանդատ, ինչը լիովին բավարար է մեր առջև դրած խնդիրները կատարելու համար։
բայց մեր խնդիրը պիտի լինի ուրիշ բան, ինչը հայտարարվել է, որ այդպիսի process-ների մեջ ներգրաված քաղաքական ուժերը հաջորդ ընտրությունների ժամանակ որևէ շանս չունենան, չեմ խոսում ընտրություններում հաղթելու մասին, այլ ընտրություններին մասնակցելու մասին, որտեղ այս դեպքում իմ կարծիքով մենք գործ ենք ունեցել ոչ թե քաղաքական դիմադրության հետ, այլ գործ ենք ունեցել համակարգված գործակալական գործունեության հետ։ Իհարկե դա մեր գնահատականն է եւ շատերս գիտենք, որ շատ դեպքերում ապացուցողական բազան թույլ է լինում, այսինքն այն հաղորդագրությունները, որ մենք տեսնում ենք, մինչեւ այսօր հրապարակվում են, դրանք իմ կարծիքով ընդհանուր ծավալի շատ փոքր մասն են կազմում։ Ահռելի մասը ինքը կարող է երբեք էլ իհայտ չգա եւ երբեք էլ մենք այդ մասին իրավական առումով հիմնավորված փաստեր չունենանք, բայց ընկալում է այդպեսին։ Այսինքն մենք պիտի դիմենք այնպիսի գործողությունների, որոնք իրենց տակ ապացուցողական հիմք են ունենալու։ Տեսեք, դուք ասում եք, որ հա ընտրակաշարք եղել է, հա դա էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, բայց մեզ այս արդյունքները, որ նույնիսկ մենք ունենք, այսինքն 64 մանդատ խորհրդարանում, մեզ այս պահին ձեռնտու է, հետեւաբար պետք չէ դիմել ջուր ավելորդ քայլերի, բայց այսպիսի մի համեմատություն անեմ, տեսեք, ցանկացած սննդագետի երբ հարցնում եք, ասում եք, եթե օրինակ խնձորի մի մասը, ասենք բորբուսնած է, ինքը ասում է հանկարծ ոչ մի դեպքում այդ բորբուսնած հատվածը չկտրեք, մնացած ուտեք, որովհետև այդ բորբուսը տարածվել է ամբողջ խնձորի վրա, այսինքն իրեն ամբողջովին պետք է շպրտել մի կողմ։ Հիմա, երբ դուք ասում եք խորհրդարանի այս մի հատված, ասենք 1/3-ը, այնքան էլ լեգիտիմ չի, այդ այնքան էլ լեգիտիմ չի, տարածվում է նաև մեծամասնություն։ Ընդունում եմ այդ քննադատությունը, որ անգամ եթե օրինակ 5%-ով ենք, եթե չափելի բանի վերածենք, եթե 5%-ով է շեղված իրականությունից այդ ընտրությունների արդյունքները, այսինքն խախտումների կամ կեղծիքների հիման վրա, այդ նշանակում է ընդհանուր խորհրդարանի լեգիտիմությունն է դրանից պակասում, բայց ամեն դեպքում այդ է իրականությունը եւ մենք ուզենք չէ չուզենք, այնպես չի որ բոլորը փողով են այդ մարդկանց քվեարկել, ամեն դեպքում կա ընդդիմադիր ընտրազանգված, որոնք որ իրապես մեր դեմ են եւ մեզ հեռացնելու նպատակ ունեն եւ այդ նպատակը տեսել են դրա իրագործումը կապել են մի քանի ուժերի հետ։ Այս առումով կարող ենք ասել, որ նախորդ 5 տարին էլ էր այդ նույն ձեր ասած տրամաբանությունը, իհարկե այն ժամանակ այդքան խախտումներ չկային, ինչքան այս ժամանակ, բայց նաև սա լավ դաս եղավ, մենք ահագին փոփոխություններ հասցրեցինք կատարել դեռ 8-րդ գումարման ազգային ժողովում, իհարկե ուշացած որոշ դեպքերում, բայց մեր գլխավոր խնդիրը պիտի լինի, որ ասում եմ հաջորդ խորհրդարանը լինի ավելի առողջ, որովհետև ամենաշահագրգիռ կողմը, որպեսզի մենք ունենանք կառուցողական նորմալ ընդդիմություն, դա իշխանությունն է։ Եվ մենք ցավոք սրտի վերջին 5 տարիների ընթացքում դա չենք ունեցել։ Պարոն Թունյան, քանի որ երկուսս էլ հին լրագրողներ ենք, ընդ որում այն ժամանակ երբ դուք լրագրող էիք, իմ ամենասիրելի լրագրողներից էիք։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ տնտեսական լրագրողներ Հայաստանում շատ քիչ էին։ Հիմա համարյա չկան, այն ժամանակ քիչ էին, ընդ որում որպես կանոն ինքնուս էին։ Բայց տեսեք, այն ժամանակ երբ դուք դեռ ակտիվ ժուրնալիստիկայի մեջ էիք, դուք անընդհատ պարբերաբար իշխանություններին, դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ, մինչև այդ նաև Ռոբերտ Քոչարյանի, ասում եք, որ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ընդդիմության հետ հաշվի չի նստում։ Այսինքն մարդկանց, որոնք մանդատ են ստացել, հա, որովհետև իշխանության դեմ են, բայց որովհետև իշխանությունը մենակ իրենց ընտրողներին է, չի, այլ նաև նրանց։ Հիմա տեսեք, վերջին շրջանում ես թե ձեր դեպքում, թե օրինակ պարոն Ռուբինյանի դեպքում, թե էլի ձեր թիմակիցներից մի քանիսի դեպքում, պես որոշակի կամարական, առհամարական տոնայնություն եմ տեսնում, ուղղված առընդդիմություն, բայց դա արդյոք չեք վախենում, որ կվերագրվի իրենց ընտրողներին, որովհետև եթե դուք չեք գնալու երկխոսության կամ չեք ցանկանում գնալ երկխոսության, այդ նշանակում է նաև առհամարելու եք այն ընտրողներին, որոնք այս մարդկանց ձայն են տվել։ Շատ լավ հարց է, բայց այդ հարցը պատմություն ունի։ Օրինակ 2021 թվականի ընտրություններից հետո այդ մասին հրապարակային մի քանի անգամ ես էլ եմ ելույթ ունեցել իմ գործընկերներն էլ, էլի նույն տիպի շատ
նեգատիվ վերաբերմունք կար փոխադարձ ու շատ լարված էր այդ ընտրություններն էլ, դրանից արդեն հետո աշխատանքներ, բայց մենք մի քանի անգամ կոչ ենք արել մեր ընդդիմությանը, ասել ենք լավ, քանի որ ընտրությունները կայացել են, դուք վերցրել եք մանդատներ, եկել եք խորհրդարան, ապա կարծում ենք ճիշտ կլինի, որ աշխատեք, որովհետև ընդդիմություն լինելը խորհրդարանական նույնպես աշխատանք է, եւ ձեր ասած, որ մենք իրենց առաջարկները հաշվի չենք առնում, նախ պիտի այդ առաջարկները հնչեն, որպեսզի մենք դա հաշվի առնենք կամ չառնենք։ Բայց ցավոք սրտի այդ հորդորները, այդ կոչերը, այդ խորհուրդները իրենք նպատակին չհասան ու մի որոշակի փուլի մենք հասկացանք, որ իրականում դա անհույս գործ է, որտեղ իրենք եկել էին ազգային ժողով մի օրակարգով, դա մեզ հեռացնելու օրակարգներ եւ այդ օրակարգով 5 տարի մնացին խորհրդարանում եւ աշխատավարձ են ստանում падգամավորական, բայց այդ 5 տարվա ընթացքում մատերի վրա կարելի է հաշվել, թե քանի օրենսդրական նախաձեռնություն են հանդես բերել, մատերի վրա կարելի է հաշվել, թե կանոն քաղաքական հայտարարությունների տեքստեր էին։ Այո, ելույթ ունենալ, մի քանի հարց տալ եւ այլն, անգամ կհիշեք, որ իրենք հրաժարվեցին ազգային ժողովում իրենց պաշտոններից, ազգային ժողովի փոխնախագահի եւ հանձնաժողովների նախագահների, անգամ Սահմանադրական դատարանը կարծեմ հայտարարեց, որոշում ընդունեց, որ այդ պաշտոնները ոչ թե իրենց իրավունքն, այլ իրենց պարտականությունը, դրանից հետո անգամ իրենք այդ պաշտոններին չվերադարձան։ Ավելին, մենք ունենք падգամավորներ, որոնք իրենց հանձնաժողովների նիստերին ընդհանրապես ոչ մի անգամ չեն մասնակցել։ Եվ այդ նույն լոգիկան կասկած չունեմ, որ շարունակվելու է նաև հիմա եւ իրենց նպատակները, իրենց հայտարարությունները լրիվ ուրիշ բանի մասին են, այսինքն եթե մենք նկատենք, որ իրենց կողմից կա ինչ-որ առողջ առաջարկ, ինչ-որ նորմալ օրենքի նախագիծ, որը մեր երկրի կամ մեր ժողովրդի առջև ծառացած որևէ խնդիր է լուծում, մենք չենք նայելու, թե այդ նախագծի հեղինակը ով է, բայց ոնց որ իրանք էին նայում, մենք բերում ենք բարելավող օրենսդրական նախաձեռնություններ, մեր ընդդիմությունը կողմ չէր քվեարկում կամ ձեռնպահ կամ դեմ, որտեղ այդպիսի քաղաքական որոշում ունեն։ Միայն միջազգային համաձայնագրերին էին կողմ քվեարկում եւ բանակին վերաբերող մի քանի բաներին, բայց ասենք հարկային դաշտի բարելավմանը, չգիտեմ, այլ բաներին վերաբերող նախագծերին երբեք կողմ չեն քվեարկել, դա իրենց դիրքորոշումը է։ Մենք հայտարարում են, որ այդտեղ բարելավն չկա, որ Չէ, շատ դեպքերում բեռը, որ մի քանի անգամ կոնկրետ օրինակներ ա եղել, անգամ վիճաբանություն ա եղել, երբ օրինակ վարման կարգով ես ձայն եմ վերցել ու ասել եմ հիմա ինչի համար կողմ չեք քվեարկում, իրանք տենց շատ վրթովել են այդ հանգամանքից ու ասել են մեր իրավունքն է, բայց իրենց իրավունքը մարդիկ պիտի տեսնեն, որ իրենք ինչ են անում։ Կոնկրետ դեպքեր են եղել, երբ որ օրինակ տուգանքներ ենք զիջել, չգիտեմ, դրույքաչափ ենք իջեցրել, բոլոր դեպքերում չի էլի որ դրույքաչափերը բարձրացել են, այդ մարդիկ շատ անգամ դեմ են քվեարկել, երևի չհասկանալով էլ ինչին է խոսքը վերաբերում։ Հիմա այս անգամ կտեսնենք, մենք ի սկզբանե ասենք, որ իրենց չենք վերաբերվում որպես падգամավոր։ Մենք դրանով իրենց ընտրողներին չենք վիրավորում եւ երբեք ընտրողներին չենք վիրավորել։ Ի տարբերություն իրենք, երբ որ տարբեր հարթակներով վեր են կենում, ասում են բանը ովքեր ընտրել են այս մարդկանց, ամենավերջի վիրավորանքներ են տալիս մի քանի 100,000 ահավոր տհաճությամբ։ Բայց մենք հարցեր ունենք, այսինքն մենք ոնց կարող ենք հիմա օրինակ Էդգար Ղազարյանին ազգային ժողովում աշկերի մեջ նայելով մի քանի հարց չտանք։ Ասենք իր հնչեցած արտահայտությունների համար մենք ոնց կարող է այդ առիթը չօգտագործենք, մանավանդ որ ինքը միշտ ուզում էր ազգային ժողովում հայտնվեր տարբեր ֆորմատներով, մեկ որպես լրագրող էր ուզում հավատարմագրվել ազգային ժողովում, մեկ լսումներին էր գալիս, հիմա կգան, արդեն չեն կարող ասել падգամավորը ինչպես է խոսում քաղաքացու հետ, որովհետև դիմացը падգամավոր է լինելու ու հավասար հարթության վրա այդ բոլոր հարցերի պատասխանները կփորձենք իրենցից ստանալ։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ մոտավորապես 5 տարի մենք տեսնելու ենք շատ ավելի վատ պատկեր, քան տեսել ենք նախորդ 5 տարում։ Ինչու կարող է մի որոշակի պահի, ասենք օրինակ այդ ընդդիմադիր խմբակցությունների падգամավորների մի մասը խելքի են գալիս, առանձնանում են, ասում են գիտեք ինչ կա, մենք հասկացել ենք, որ մենք սխալ ճանապարհով էին գնում, մեր քաղաքական առաջնորդները իրականում այս խնդիրները ունեին, որի հետ մենք համաձայն չենք, առանձնանում են, ձևավորում են այդ պայմանական ընդդիմություն, մենք էլ իրենց հետ աշխատում ենք, ոչինչ հնարավոր չի բացառել, այսինքն կապրենք, կտեսնենք, բան չմնաց, մի 10 օրից ազգային ժողովի առաջին նիստն է տեղի ունենալու,
հենց առաջին օրվանից երևալու է, թե մենք հաջորդ 5 տարին ինչ ենք ունենալու։ Ես հասկանում եմ, որ դուք գործընթացի մեջ էս չկայք, ինչի մասին որ ես ցանկանում եմ ցույց հասնել, քանի որ դուք խոսեցիք այդ մասին, ենթադրում եմ, որ դուք այն տրանսֆորմացիային, որը տեղի ունենում հիմա ուժեղ Հայաստանի մասնավորապես շարքերում, երևի հետևում եք։ Դուք գնահատողական պատասխան եթե ունեք ձեր կարծիքով այս M process-ն է, որի մասին խոսում եք, այսինքն մարդիկ հասկացել են, որ պետք չի գնալ խորհրդարան կամ պետք չի այս քաղաքական ուժի հետ լինել, թե ինչ-որ այլ ներքին Որ տրանսֆորմացիայի մասին է խոսքը։ մանդատներից հրաժարվել են, որում երկրորդ համարից սկսած Լևոն ջան, իրենց քայլերը մեկնաբանելը ամենաանշնորհակալ ու երևի անհնար գործերից մեկն է, որովհետև տրամաբանություն չկա, այսինքն իրենց ամեն նախորդ ասածը հակասում է հաջորդ ասածը հակասում է նախորդ ասածին, եթե sense նայենք նախընտրական շրջանում հնչող հայտարարություններից հետո ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ընտրությունների օրը ժամը 8-ին հնչող հայտարարությունից ամեն ինչը խառն է, բայց մի բան է ակնհայտ, որ կոնկրետ եթե խոսում ենք ուժեղ Հայաստանի մասին, այդ մարդկանց գաղափարը չի միավորել։ Եթե գաղափարը միավորած լիներ, մի քիչ կանխատեսելի կլիներ, կհասկանայինք օրինակ իրանք ինչ վարքագիծ կարող են դրսևորել։ Ասենք օրինակ մենք ինչքան էլ մեզ համար օրինակ հայ հեղափոխական դաշնակցության գաղափարները անընդունելի լինեն, բայց գիտենք, որ այնտեղ մարդիկ են հավաքված, որոնց միավորում է գաղափարը։ Այս դեպքում ես համոզված եմ, եթե իրենց մեջ մի հատ տեստ անցկացնեն, թե մարդիկ օրինակ ինչ արժեքների կարող են կամ ինչ քաղաքական ուղղվածություններ, մի հատ խառնի ճաղանջ պատկեր է ստացվելու հակառակ տեսլականներով, հակառակ սկզբունքներով, արժեքային համակարգներով եւ այդ մարդկանց իմ կարծիքով հիմնականում միավորել է մի բան՝ փողը։ Եվ հիմա երբ որ կգա ժամանակը արդեն պրակտիկ աշխատանքի եւ իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե իրենցից ինչա պահանջում, կերևա ինչ են անելու։ Եթե մարդը օրինակ մարդիկ կան ճամբարներ են փոխել, ասենք մարդիկ կան անցած խորհրդարանական անցած գումարման խորհրդարանում մեկ այլ խմբակցությունից են, հիմա մեկ այլ կարող մի օր որոշեն մեկ ուրիշ տեղ տեղափոխվել ու նման շատ նախադեպեր են ունեցել, այնպես որ ժամանակը ցույց կտա։ Սկզբունքորեն ձեր թիմում էլ կան մարդիկ, որոնք նախկինում եղել են այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Ընդունում եմ, մեր թիմում էլ կան մարդիկ, որոնք եղել են, մեր թիմում էլ եղել են մարդիկ, որոնք դուրս են եկել մեր մոտից հետո ուրիշ քաղաքական թիմերի են հարում, բայց կորիզը, այսինքն մեծամասնությունը մնացել է։ Եվ կհիշեք, որ խոսում են ինչ-որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից 8 падգամավոր պոկելու մասին, ժամանակին էլ խոսում էին կհիշեք, որ 20 հոգի պոկելու մասին, այսինքն իրենք մտածում են, որ ասում են ռուսերեն каждый всё понимает по мере своей испорченности, մտածում են, որ կարող են ինչ-որ գործողություններով մեր քաղաքական թիմից ինչ-որ մարդկանց ստանել, բայց դա անհնար է, որովհետև մեր քաղաքական թիմում հավաքված են այն մարդիկ, որոնք միավորված են նույն արժեքների ու նպատակների շուրջ ու որոնք արդեն քիչ չի, արդեն 7-8 տարի շատ դժվար քաղաքական ճանապարհ են անցել։ Այն ամենը ինչի միջով անցել է մեր թիմը շատ երիտասարդ տարիքում, բավականին մեծ արդեն փորձառություն ու իմաստնություն է որոշ առումով բոլորիս հաղորդել, չեմ ինքներս մեզ գովում, զուտ փաստն եմ արձանագրում, որ այդ ֆորս մաժորային իրավիճակները, այդ քաղաքական զարգացումները, պատերազմը, կոവിഡ്-ը, այդ ամեն ինչը ու նաև այդ դրսի ազդեցությունները մեզ ահագին կոփել են։ Հիմա քանի որ 3 արդեն մանդատները ստացել են, եթե չեմ սխալվում, բոլորը ովքեր պիտի ստանային, այդ թվում նաև ընդդիմությունից, այն ժամանակ երբ ընդդիմությունը որոշեց, որ պիտի նախ ուժեղ Հայաստանը, հետո Հայաստան դաշինքը որոշեցին հերթով, որ պիտի այնուհանդերձ գան խորհրդարան, մասնակցեն խորհրդարանի աշխատանքների, պատճառաբանությունը հետևյալն էր, իմիջիայլոց արժեքների հետ կապված։ Ասում էր, որ քաղաքացիական պայմանագիրը մի հատ նպատակ եւ մի արժեք ունի, դա Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի սպասարկումն է եւ մենք գնում ենք այնտեղ խորհրդարան, որպեսզի թույլ չտանք այդ արժեքները, որ ջարդվեն Հայաստանի վրա, մասնավորապես թույլ չենք տալու 300,000 ադրբեջանցիներ Հայաստան բերել, թույլ չենք տալու սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով, էլ ինչ որ բաներ կան, որ թույլ չեն տալու։ Հիմա այս ամենի հետ ինչ եք անել, որովհետեւ ես էլի եմ ասում, քաղաքական բանավեճի
տրամաբանությունից սա դուրս է։ Մենք այդ ամեն ինչի հետ անելու բան չունենք, որովհետև իրենք են իրենց խոսքերին գերի ընկել։ Քանի որ իրենք հայտարարում էին, ասում են, իսկ ինչ կլինի, երբ իրենց հարց են տալի, ասում են, իսկ ինչ կլինի, եթե դուք չհաղթեք ընտրություններին, իրենք բեդ տարբերակ չունեն։ Չէ, մենք ենք լինելու, այսինչը արդեն վարչապետը, անգամ պարոն վարչապետով էին դիմում, ու դրանից հետո մանդատները վերցնելը արդեն պիտի բացատրություն ունենար։ Ու դրա համար կնկատեք հենց ընդդիմադիր շրջանակներում, ընդդիմադիր մարդիկ, որոնք կուսակցության անդամներ չեն, բայց ընդդիմությանն են համակրում կամ ձայն են տվել, այդ փոխադարձ հրաձգությունը, որ կա, թե ուժեղ Հայաստանին, թե Հայաստան դաշինքին, ընդ որում երբեմն ես կողքից հետևում եմ, ես էլ Facebook-ից չեմ ստերիլիզացրել, բոլորին փորձում տեսադաշտի մեր տակ պահել ու տեսադաշտում պահել ու տեսնում եմ այդ լարվածությունը, այսինքն իրենք բացատրելու բան ունեն իրենց ընտրողներին, մենք այդտեղ անելու բան չունենք։ Այդ 300,000 ադրբեջանցիների ու մնացած բաները, թե ինչի համար են գալիս խորհրդարան, իմ կարծիքով արդեն անլուրջ են, որովհետև իրենք խնդիրներ են հորինում, հետո հերոսաբար փորձում են այդ խնդիրները իրենց հորինած լուծել։ Բայց մի բանն է ամենածիծաղելին։ Ուրեմն մարդիկ, մարդկությունը արհեստական բանականությունն է զարգացնում, փորձում է տիեզերքը նվաճել, փորձում են նոր քիմիական նյութեր հայտնագործել, այսինքն սենց կայծակնային արագությամբ մարդկությունը զարգանում է, բայց մեր ընդդիմությունը այդ պարզ ճշմարտություն չի հասկանում, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրենց մերժել է արդեն 4-րդ անգամ եւ ժողովուրդը փողոց դուրս է գալիս այն դեպքում ընտրություններից հետո, երբ որ հարցում են, որ իրենց քվեն գողացել են։ Եթե ժողովուրդը տեսնում է, որ իր քվեն չեն գողացել, ապա մարդիկ փողոց դուրս չեն գալու։ Եվ ընտրություններից հետո, երբ որ իրենք էլ ներքուս գիտեն, որ եթե կեղծիք էլ եղել է իրանց կողմից է եղել, իշխանափոխության մասին խոսելը ուղղակի անմտություն է։ Այսինքն ինչի համար պետք է իշխանափոխություն լինի։ Իշխանությունները փոխվում են կամ այդ շանսը տրվում է ընտրությունների միջոցով։ Ընտրությունները եղել են, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների կեսը ու շատ ավելի ձայն է ստացել, քան նախորդ ընտրություններին, ու այս պահին իշխանափոխության մասին խոսելը իմ կարծիքով իրենց հերթական անգամ իրենց խոսքերի գերին է դարձնելու։ Հեսա կտեսնենք այդ նախորդ ընդդիմությունները 5 տարի մնաց ազգային ժողովում, որ մեզ իշխանությունից հեռացնի, հիմա տեսնենք իրենք ինչ են անում։ Քանի որ այս փաստարկին ես ծանոթ եմ, երեք նույն Տիկին Մելնար Վարդանյանին էլ այդ հարցը տվեցի, ասի, եթե ձեր կողմնակիցները կարծում են, որ իրենց ձայները գողացվել են։ Տիկին Վարդանյանն ասում էր, որ ԲՀԿ-ն ստացել է 58,000-ից ավել ձայն։ Ինչու՞ գոնե 5,800 այդ մարդկանցից դուր չի եկել փողոց։ Տիկին Վարդանյանը պատասխանեց, որ հա, դա խնդիր է, բայց խնդիրը ոչ թե այն է, որ իրենց կողմնակիցները քիչ են, այլ որովհետև իշխանությունը ըստ էության ստեղծել է վախի մթնոլորտ, որ բոլորը ենթադրում են կամ կասկածում են, որ իրենց գաղտնա լսում են, որ ցանկացած գործողություն բերելու է հետևանքների, այսինքն աշխատանքից ազատում եւ այլն, մինչեւ քրեական գործերի հարուցում, եւ դրա համար ժողովուրդը այդ իմաստով կոտրված է եւ չի ցանկանում կամ այսպես զգուշանում է ակտիվ պայքարի դուրս գալու։ Նախ ամենակարևորը, որ ասում են ժողովուրդը չի կարելի ժողովրդին նույնացնել մենակ այն մարդկանց հետ, ովքեր իրենց պես են մտածում կամ իրենց են համակրում։ Այդ 730,000 մարդիկ, որ մեզ ձայն են տվել իրենց ընտանիքներով, դրանք էլ են մեր ժողովրդի մի մասը։ Երկրորդը, վախի մթնոլորտի մասին պատկերացում կազմելու համար ցանկացած մարդ, ով ցանկանում է այդ մասին պատկերացում ունենալ, վերցնում է հեռուստացույցի այդ հեռակառավարման վահանակը ու սկսում է ալիքներով անցնել։ Ամեն երկրորդ ալիքով ինչ որ մեկը նստած ու մեզ ամենավերջին բառերով անգամ երբեմն վիրավորանքներով քննադատում է։ Այդ ուր մնաց այդ վախի մթնոլորտը։ Մենք ունենք գործարարներ, որոնք ակնհայտ ընդդիմության դաշտում են, մենք ունենք հրապարակախոսներ, մտավորականներ, արվեստի գործիչներ, սպորտսմեններ, որոնք իշխանությանը քննադատում են, իսկ օրենքով պատժվում են այն մարդիկ,
որոնք որ ապօրինություն են թույլ տվել։ Այսինքն մարդը, որը մասնակցել է հանրահավաքի կամ որը հանրահավաք է կազմակերպել, չկա այդպիսի մարդ, որ Հայաստանում դրա համար իր նկատմամբ ինչ-որ հետապնդում լինի։ Հետապնդում հարուցվել է այն մարդկանց նկատմամբ, ովքեր գումարով շահագրգռել են մարդկանց, որպեսզի մասնակցեն օրինակ ինչ-որ մեկի հավաքներին։ Եթե դրանից վախենում են, ապա ճիշտ են անում, թող վախենան, որովհետև այդ վախը շատերին զերծ կպայի նման ապօրինություններից։ Հիմա որ մենք նայում ենք քանի հոգու, քանի ընտանիքների վատություն արեցին իրենց այդ վարքագծով։ Երևի շատ վստահ էին, որ ընտրություններում կհաղթեն, այդ գործերը կջրվեն, բայց այս պատասխանատվությունը պիտի անսասան լինի, որ հաջորդ անգամ որևէ մեկի մտքով չանցնի, որ կարելի է ինչ-որ բաներ անել ու անցնել գնալ։ Քանի որ դուք հիմնականում տնտեսական բլոկի մեջ եք եղել, վերջին առնվազն 5 տարվա ընթացքում, տեսեք եւ ասացիք, որ ընդդիմությունը ինքը ինչ-որ խնդիրներ է հորինում, հետո հայտարարում է, որ իրենք եթե չլինեին, այդ խնդիրները կդառնային իրականություն։ Հիմա տեսեք, ընդդիմությունը ասում է, որ գործող իշխանությունը չհորինեց, այլ ստեղծեց խնդիր Ռուսաստանի հետ եւ հիմա այդ ստեղծած խնդրի պատճառով ծիրանը իրացում չկա, որ Եվրոպայի այդ սահմանները, որ բացել են մաքսային սահմաններ մեր համար ինչ-որ ժամանակավոր թեկուզ, այդ ամեն ինչը միֆ է, հեքիաթ է, իրականության հետ որևէ կապ չունի, որ գյուղացիները իրեն բերքը թափում են։ Հիմա եթե ուզում եք մեկնաբանեմ իրենց ասածը մի քիչ ավելի շատ լայն մեկնաբանելու տեղ կա, քան տնտեսականը, նախ այդ հայտարարությունները, մենք տեսեք, մենք իրենց ընկալում ենք որպես ռուսամետ գործիչներ, բայց իրենց այդ հայտարարությունները ամենամեծ վնասն են հասցնում Ռուսաստանին, որտեղ երբ որ ընդդիմադիր քաղաքական գործիչ, օրինակ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ այս քայլերը Ռուսաստանի կողմից սրանք մեր գյուղատնտեսությունը հասցնել են ողբերգական վիճակի, երբ իրան ասում են, բա որն է հարցի լուծումը, ինքը ասում է, հարցի լուծումը այն է, որ Նիկոլ Փաշինյանին չընտրել։ Դրանով ինքը ասում է, որ Ռուսաստանի քայլերը ոչ թե հիմնավորված օբյեկտիվ քայլեր են, այլ քաղաքականությամբ թելադրված պատժամիջոցներ են։ Այսինքն իրենք դրանով Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի Հանրապետությանը քաղաքական ինչ-որ նպատակներով պատժելու մեջ։ Իրենք որ գան, որ ասում են մենք գանք իշխանության այդ հարցերը կլուծվի։ Հիմա եթե ասում են օրինակ մեր ծիրանի մեջ, մեր ծաղիկի մեջ, մեր ելակի մեջ խնդիր կա, իրենք հենց եկան իշխանության այդ խնդիրները լուծվելու են, այսինքն ինչ էր լինելու այդ ժամանակ, թե աչք էին փակելու այդ խնդիրների վրա։ Այս նշանակում է, որ մեկ այդ խնդիրը մենք չենք ստեղծել։ Այդ խնդիրը, ով որ ստեղծել է, թող հարցերը ուղղեն իրենց, որովհետև մենք չենք փակել մեր արտադրանքի արտահանումը։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը մենք փորձում ենք հիմա եղած իրավիճակում ճանապարհներ գտնել։ Այդ ճանապարհները շատ արագ հնարավոր չի գտնել, բայց մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ ընդհանուր գյուղատնտեսական մթերքի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն կազմում է մեր ընդհանուր համախառն ներքին արդյունքի 2%-ից ավելի քիչ, այսինքն տնտեսության ամբողջ ծավալի իմաստով ինքը շատ մեծ ողբերգական ծավալ չի, այսպես ասեմ, կառավարելի է։ Դրա մի մասը սպառվում է ներքին շուկայում, դրա մի մասը սպառվում է արտաքին շուկաներում, մարդիկ, որոնք երբևէ չեն մտածում այլ շուկաներ դուրս գալու մասին, սկսել են այդ ուղղությամբ աշխատել, եւ այս իրավիճակում հեգնել, ինչ որ օգնելու փոխարեն փորձել խանգարել, իմ կարծիքով ցույց է տալիս հերթական անգամ, որ այդ մարդկանց իրական նպատակը վիճակը ավելի վատացնելու խոճապ սերմանելն է։ Ես ձեզ մի հատ օրինակ ասեմ, որ իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Երբ ես լրագրող էի, ես հիշում եմ, որ երբ Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, թուրքական լոլիկը գալիս էր հայկականի անվանդակ արտահանում էր Ռուսաստան ու անգամ վիճակագրությունից դա երևում էր, sense նայում էր Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի վիճակագրությունը, երևում էր թե ոնց է թուրքական լոլիկը գնում Վրաստան, հետո Վրաստանից գալիս Հայաստան, հետո Հայաստանից թղթերով գնում Ռուսաստան։ Ես այդ վիճակագրությունը տեսնում եմ, բայց եւ ես, եւ իմ գործընկերները այդ մասին չենք խոսում, որովհետեւ ասում ենք լավ, եթե մեր գործարարները շահում են թեկուզ թուրքական լոլիկը Ռուսաստան տանել վաճառելով, փող են վաստակում
ու կարողանում են հարկեր վճարել ու իրենք էլ այդ գումարներով կարող է վաղը միսօր ջերմոցներ հիմնեն, ապա ավելի լավ է չխանգարենք։ Այսօր տեսնում եմ, ինչ-որ մարդիկ դրել են ու ցույց են տալիս, այ, ես ինչ են անում այս հայ գործարարները, իրենց արտադրանքը տանում են, այս ինչ տեղը, այս ինչ տեղից ձևակերպում են, այն ինչ տեղը, կոնկրետ իրան։ ասենք, եթե անգամ դա այդպես է, ում շահերն են պաշտպանում այդ մարդիկ այդ ամեն ինչի մասին խոսելով։ Ռուսաստանի։ Իմ կարծիքով ոչ մեկի սպառողների, որ հանկարծ չհիվանդանում։ Հա, դե այդ արդեն ինձ թվում է իրենք այդ դեպքում ճիշտ կանեն տեղափոխվեն, քաղաքացիությունն էլ փոխեն, լեզուն էլ ընդհանրապես մոռանան ու սկսեն զբաղվել են գործով, ինչի հետ իրանք ներքուստ հաշտեն։ Շատերն արդեն արել են։ Շնորհակալություն Ձեզ նույնպես զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ 9-րդ գումարման խորհրդարանի նորընտիր падգամավոր Բաբկեն Թունյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։